Մարդկանց անտարբերությունը եւ լռությունը այո ծնում է քաղբանտարկյալներ։ Ինչ ճիշտ հասկացեք, այստեղ որևէ անձնական պատմություններ չեն։ Քաղբանտարկյալները անձնական պատմություններ են եւ անձնական պատմություններ չեն։ Ընտանեկան են այո մարդիկ կամ բարեկամներ եմ տեսնում, բայց դա երկրի պատմություն է, երկրի քաղաքական ողբերգություն է։ Եվ այո ամեն մի անձնական ընտանեկան պատմության հետևում կա երկիր եւ այդ երկրի դարդը, այդ երկրի խնդրեմը, այդ երկրի հիվանդությունը։ Երբեմն տարբեր թվեր ենք ասում, ինչքան քաղբանտարկյալ կա երկրում։ 20 ենք ասում, 30 ենք ասում, 40, 60 արդեն։ Բայց քաղբանտարկյալները միայն ստատիստիկա չեն, նրանք ճակատագիր են, թեպետ վատ է, որ մենք մինչև հիմա չգիտենք այդ մարդկանց թիվը, վատ է, որ չգիտենք թիվը։ Ու չգիտենք ոչ թե նրա համար, որ այդ մարդկանց չգիտենք, այլ չգիտենք, որովհետև որևէ մեկը դեռևս կառույց անհատ, որը կվայելի բոլոր ամբողջ քաղաքական հասարակական դաշտի վստահությունը, չի նստել ու չի հաշվել ու չի սահմանել քաղբանտարկյալների քանակը, ովքեր են այդ մարդիկ։ Այո, դեռևս խաղում ենք ընդդիմության դաշտում svoi-chuzhoi խաղը։ Վայ ես իմ քաղբանտարկյալն է, վայ իմ քաղբանտարկյալը չի, լուսաբանման մեջ ենք խաղում, խոսույթի մեջ ենք խաղում, կներեք անգամ այստեղ այսօր մի քիչ խաղացինք, դրա համար ես անուններ չեմ տալու, հասկանում եմ բոլորի անունը տալ հնարավոր չի, բայց դա էլ ճիշտ չի, երբ որ ընդդիմության հասարակական քաղաքական դաշտում այդ բաժանումը քաղբանտարկյալների գոյությունը միս սիրենը չի էլի, որ մարդը իր սրտի սիրած բանին կամ նախընտրած քաղբանտարկյալին ընտրի, ասի էս է իմ քաղբանտարկյալը։ Այսպես է ցավոք սրտի, եւ այս բոլոր հարցերը գուցե տհաճ են, բայց պետքա բարձրաձայնվեն։